Շատ ուժեղ հրաձգարանի տեղ եմ գտել։ 5 տարի առաջ այստեղ սկսվեց մի նոր ճանապարհ։ Ճանապարհ ոչ թե քարից ու ասֆալտից, այլ գաղափարից, կամքից ու հավատից։ 5 տարի առաջ սկսվեց Ազատազանի պատմությունը։ Ազատազանի հրաձգարանը։ Վայր, որտեղ մարդիկ գալիս են ոչ թե միայն կրակելու կամ հրաձգություն սովորելու, այլ վայր, որտեղ մարդիկ սովորում են պատասխանատվություն, կարգապահություն, վստահում սեփական ուժերին, ընկերանում եւ հզորանում թե անհատապես, թե միասին։ Այս 5 տարիների ընթացքում Ազատազանի Երևանի հրաձգարանում ընդունել ենք ավելի քան 170,000 այցելուներ։ Այստեղ անցկացվել են մրցույթներ, դասախոսություններ, թիմային խաղեր եւ բազմաթիվ միջոցառումներ։ Հազարավոր մարդիկ մասնակցել են դասընթացների, անցել մարզումներ, հանձնել զենքի ձեռքբերման քննություններ, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ հմտություններ։ Բայց ամենակարևորը, այստեղ ձևավորվել է համայնք։ Համայնք, որի հիմքում գիտելիքն է, պատասխանատվությունը եւ կարգապահությունը։ Համայնք, որտեղ միավորվել են տարբեր ճանապարհներով, տարբեր փորձով եւ նպատակներով մարդիկ։ Հանուն միասնական հզորացման գաղափարի։ Համայնք, որը 5 տարի շարունակ կառուցել է Հայաստանի ամենամեծ քաղաքացիական հրաձգարանը, ձևավորել զինված ու պատասխանատու քաղաքացու մշակույթ։ Սակայն Ազատազեն համայնքը տարեստարի բախվում է միևնույն խոչընդոտին։ Երևանի հրաձգարան տանող վերջին 1.7 կիլոմետրանոց ճանապարհը։ Ընդամենը 1.7 կիլոմետր։ Հենց այդ հատվածն է որոշում մարդը կհասնի արդյոք իր դասին, մարզմանը, քննությանը թե ոչ։ Երբ եղանակը բարենպաստ է, հրաձգարանում կյանքը եռում է։ Իսկ անձրևի ու ձյան ժամանակ ճանապարհը դառնում է դժվար անցանելի, հաճախ անանցանելի։ Այդ պահին կանգ են առնում ոչ միայն մեքենաները։ Կանգ են առնում դասերը, մարզումները, քննությունները, միջոցառումները, առաջընթացը։ Փակվում է մարդու ճանապարհը, ով այդ օրը պետք է գար սովորելու, պատրաստվելու, ուժեղանալու։ Տարվա շուրջ 4 ամիսներին այս խնդիրը սահմանափակում է Ազատազանի հրաձգարանի բնականոն աշխատանքը։ Եկեք պատկերացնենք մեկ այլ իրականություն, որտեղ ճանապարհը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն։ Անկախ եղանակից զարգացնելու զենքի մշակույթը Հայաստանում։ Ավելի շատ դասընթացներ ու մարզումներ, ավելի շատ պատրաստված քաղաքացիներ, ավելի ուժեղ համայնք եւ անվտանգ ու պատասխանատու հասարակություն։ Այդ նպատակին ընդառաջ մեկնարկում ենք Երևանի հրաձգարան տանող 1.7 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման դրամահավաքը։ Մեր նպատակը հստակ է՝ 60 միլիոն դրամ, 2 ամիս եւ հազարավոր մարդիկ, որոնք հավատում են նույն գաղափարին։ Մենք չենք ակնկալում, որ այս ճանապարհը կառուցի մեկ մարդ, որովհետև Ազատազանը երբեք մեկ մարդու գործ չի եղել։ Այն կերտվել է մարդկանց համախմբվածության, փոխադարձ վստահության եւ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ միավորվելու ճանապարհով։ Եվ այս ճանապարհը նույնպես կառուցվելու է միասնական ուժերով, որովհետև սա ճանապարհ է դեպի շարունակություն, դեպի մշտական պատասխանատվություն, դեպի գիտելիք եւ ուժ, դեպի նոր ծրագրեր ու հնարավորություններ, դեպի նոր սերունդ։ Սա պարզապես քար ու ասֆալտ չէ։ Սա գաղափար ու կայունության ճանապարհ է։ Եվ այն սկսվում է այսօր մեր միասնական բռունցքից։ Սկսվում է քո մասնակցությունից։ Միացիր Ազատազանի ճանապարհի կառուցմանը։ Միասին կառուցենք, միասին մարզվենք։